Ինչպես վերականգնել մշակելի հողերը, ամրապնդել պարենային անվտանգությունն ու ապահովել կայուն կենսաապահովում։ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Բալակ գյուղում սերմարտադրողների եւ արոտօգտագործողների միավորում կոոպերատիվի գործունեությունն ուղղված է կերարտադրությանն ու արոտավայրերի կառավարման բարելավմանը։ Տեխնիկան օգտվում է քաղմը, Պարեստանմա, ամենից Պարեստան, վակնով տեղափոխում ենք լավ, սա տեխնիկայի գործ է։ Ես վարնել որ վարմա կուլտիվացիան նորից բան ֆրեզու բան կանում։ Նոր տեխնիկա, վերապատրաստումներ եւ նորարարական մոտեցումներ։ Այս ամենը հնարավոր է դարձել դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության բնական ռեսուրսների կայուն կառավարման բաղադրիչի շրջանակում Գերմանիայի եւ Շվեյցարիայի աջակցությամբ։ Այս բոլոր նախաձեռնությունները չափազանց կարևոր են, որպեսզի ցույց տանք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ միջազգային գործընկերների համատեղ ջանքերով իրականացված աշխատանքները իհարկե օգուտ են բերում նպաստելով պարենային անվտանգությանը, անասնակերի կուտակմանը, որակյալ անասնակերի արտադրությանը։ Դա իր հերթին ապահովում է ավելի որակյալ անասնագլխաքանակ եւ հետեւաբար ավելի բարձր որակի սնունդ բնակչության համար։ Նախագծի հիմնական նպատակը արոտավայրերի կայուն կառավարումն է։ Դրա շնորհիվ արոտավայրերի վրա ճնշումը կնվազի, քանի որ կոոպերատիվի անդամներն ու գյուղացիներն իրենց անասնագլխաքանակի համար կերի լրացուցիչ աղբյուր կունենան։ Բալաքի կոոպերատիվում մշակովի տարածքները գնալով ընդլայնվում են, եթե 2024-ին եղել է 97 հեկտար, ապա այս տարի մշակել են 113 հեկտար։ Մշակովի տարածքի ընդլայնումը նոր խնդիրներ է բերում։ Գյուղացիները խոսում են կոմբայնի անհրաժեշտությունից։ Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության անդամները խոստացան խնդրի լուծման հնարավոր ուղիներ դիտարկել։ Մինչ մենք կպատրաստենք պաղպաղակի խառնուրդը, սիրելի ուսանողներ, եկեք հիշենք կաթի կազմը։ Ինչից էր կազմված կաթը? 13% Սոնա Հայրումյանը սովորում է Հայաստանի ազգային agrarային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի կաթի եւ կաթնամթերքի տեխնոլոգիա մասնագիտության 3-րդ կուրսում։ Կաթնամթերքի վերամշակման գործընթացով հետաքրքրված է փոքր տարիքից։ Դուալ կրթությունը ինձ ոչ միայն գիտություն է տվել, այլ նաեւ ինքնավստահություն, որ ես կարող եմ լինել շատ պրոֆեսիոնալ մասնագետ ու իմ տարածաշրջանի գյուղատնտեսական այդ զարգացման գործում։ Անասնաբուժություն, կաթի եւ կաթնամթերքի տեխնոլոգիա, ֆերմերային տնտեսություն, գյուղատնտեսության մեքենայացում, կաթնաֆերմայի կառավարում, այգեգործություն։ Հայաստանի ազգային agrarային համալսարանի Սիսիանի մասնաճյուղը ուսանողներին առաջարկում է վարպետանալ այս մասնագիտացումներով։ Գործնական պարապմունքները հնարավորություն են տալիս ավարտել արդեն իսկ ունենալով աշխատանքային փորձ։ Սիսիանի երիտասարդներին գյուղատնտեսության ոլորտում հմտություններ են օգնում ձեռք բերել Ավստրիան, Գերմանիան եւ Շվեյցարիան։ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության եւ ուսուցման արդիականացում Մավետա ծրագրի միջոցով։ Դուալ համակարգում ուսանողը աշկերտ է կոչվում, աշկերտի հետ պայմանագիր է աշխատանքային կնքվում եւ ուսանողը դրա համար վճարվում է։ Այն բոլոր ժամերի համար, որը իրականացվում է գործատուի մոտ, ինքը դրա համար վճարվում է։ Գործատուի մոտ իրենք ներգրավում են ամեն տեսակի աշխատանքներում, իհարկե կա ուսումնական պլան, որով որ առաջնորդվում է եւ քոլեջը եւ գործատուն, բայց չեն սահմանափակվում միայն այդ ուսումնական պլանով, հա, աշկերտը մտնում է գործարան որպես աշխատող։ Նոր սարքավորումների արդիականացված լաբորատորիաների եւ թիրախային պրակտիկայի ծրագրերի շնորհիվ ուսանողները սովորում են ժամանակակից եւ խելացի գյուղատնտեսություն։ Շատ լավ էր, որ այս այցը տեղի ունեցավ, տեսանք տարբեր նախագծեր եւ Շվեյցարիան կմնա ներգրավված, կմնա հանձնառու լինելու Հայաստանի կողքին այստեղ։ Սրանք ընդամենը մի քանիսն են Սյունիքում իրականացվող եւ իրականացված ավելի քան 4 տասնյակ ծրագրերից, որոնք մաս են կազմում Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության։ Նախաձեռնության անդամները երկօրյա այցով այցելել էին Սյունիք ծանոթանալու ԵՄ անդամ երկրների եւ միջազգային այլ գործընկերների աջակցությամբ մարզում իրականացվող ծրագրերին։ Ծրագրի 5 տարվա բյուջեն շուրջ 200 միլիոն եվրո է, որից 65 միլիոնը դրամաշնորհային, իսկ 135 միլիոնը վարկային միջոցներ են։